Հերիքնաս Տիգրանյան, համեցեք Տիկին Տիգրանյան։ Շնորհակալ եմ։ Հարցս վերաբերում է առողջության ապահովագրության համակարգին։ Տիկին Ավանեսյան համակարգը նոր է ներդրվել, բնականաբար այն ինչ ամրագրված է իրավական ակտերով, երբեմն խնդիրներ առաջացնում է պրակտիկ կիրառության մեջ շատ տեխնիկական անգամ կարգավորումների առումով, մասնավորապես կատեգորիաների համընկման։ Լինում են դեպքեր, երբ որ օրինակ առաջին փուլի շահառուները պատկանում են երկու տարբեր կատեգորիաների, 65+ քաղաքացի է եւ օրինակ 200,000 եւ ավել աշխատավարձի կատեգորիայի մեջ է, այստեղ պարզ հարց է ծագում, խնդրեի նաեւ շատ պարզ բացատրել քաղաքացիներին, որքան հնարավոր է մենք պատասխանում ենք իրենց նամակներին, բայց եւս մեկ անգամ հնչեցնել այս դեպքում ինչպես է տեղի ունենում իրենց ապահովագրավճարի գանձումը։ Շնորհակալ եմ։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կպատասխանի ձեր հարցին, Տիկին Տիգրանյան, խնդրեմ Տիկին նախարար համեցեք։ Շնորհակալ եմ Տիկին Տիգրանյան հարցի համար եւ հնարավորության եւս մեկ անգամ մեր քաղաքացիներին իրազեկելու այս հարցերի մասով։ Տեսեք, մեր հիմնարար սկզբունքն է, որ եթե անձը մի քանի կատեգորիայի մեջ է մտնում, ապա նրա նկատմամբ կիրառվում է առավելագույն բարենպաստ նորմը։ Սա ինչ է նշանակում, որ եթե անձը 65+ է եւ 200,000 դրամից ավել աշխատավարձ ստացող է, նա երկու կարգավիճակ ունի, 65+-ով նրա ապահովագրավճարը վճարում է պետությունը եւ 200,000-ից ավելի հանգամանքով եւս պետք է հանդիսանար ապահովագրական կարգավիճակ ունեցող։ Այս պարագայում կգործի 65+-ի կանոնը, այսինքն պետությունը կվճարի այս անձի ապահովագրավճարը անկախ նրանից նա աշխատում է թե ոչ։ Եվ ես ուզում եմ ներկայացնել, որ սա մեր ընդհանուր քաղաքականության մաս է կազմում, որ մենք խրախուսում ենք մեր քաղաքացիներին աշխատել, չթաքցնել իրենց աշխատանքը այլ երաշխիքներից զրկվելու պատճառաբանությամբ եւ այստեղ էլ պիտի նշեմ, որ այո, մենք խրախուսում ենք, որ մեր 65+ անձինք շարունակեն օգտվել պետության կողմից ապահովագրված լինելու կարգավիճակով եւ աշխատեն եկամուտ ունենան եւ այս ձևաչափով աշխատենք։ Հաջորդիվ, եթե անձը ունի էլի 200,000-ից ավել աշխատավարձ է ստանում եւ օրինակ ունի հաշմանդամության կարգ։ Այստեղ էլ առաջին մեկնարկային տարվա համար մենք դեռ նորից կիրառում ենք առավել բարենպաստ նորմի կանոնը, նույնպես հաշմանդամության կարգով անձը պետության երաշխիքից չի զրկվի աշխատելու եւ եկամուտ ունենալու պատճառաբանությամբ։ Եվ այստեղ էլ կարծում եմ, որ նորից էլի թափանցիկ ազնիվ գործալակերպի համար այս սկզբունքները շատ կարեւոր են։ Մեր տեղեկատվական համակարգերը մեզ հիմա հնարավորություն են տալիս ավտոմատ կերպով ֆիլտրելու մինչև 18 տարեկան 65+ տարիքի անձանց եւ ըստ էության նրանց այս ապահովագրավճար վճարելու պարտավորությունից, եթե ստանում են եկամուտներ, ազատելու։ 18-ից 65 տարեկանների համար դեռ հաշմանդամ հանդիսացող անձանց մասով պահումը իրականացվում է, բայց վերադարձվում է նրանց քարտին։ Սա էլ հստակ նկարագրված է մեր ուրեմն մեխանիզմներով։ Արձագանք։ Շնորհակալ եմ Տիկին Ավանեսյան պարզաբանման համար եւ շատ է նաեւ սոցփաթեթի շահառուների կողմից բարձրացվող այն հարցը, թե իսկ եթե ես չեմ ցանկանում դիմում գրել, որպեսզի ավտոմատ փոխանցվի, մեր պարզաբանումը հետեւյալն է, որ կամ դուք փոխանցում եք ձեր սոցփաթեթին եւ ինքներդ եք կատարում, եթե չեք ցանկանում, որ պետությունը փոխանցի, ապա ինքներդ եք կատարում այդ 6,000 դրամի փոխանցումները ապահովագրական հիմնադրամին։ Եթե այս մասով էլ կա պարզաբանման անհրաժեշտություն, կարծում եմ կա, որովհետև հիմնական հարցադրումները գալիս էր հենց այն կատեգորիայից, որոնք սոցփաթեթի շահառուներ են, հանրային ծառայողներ կամ ուսուցչական համայնք։ Ես այստեղ էլ ուզում եմ պարզաբանել, որ ըստ էության պետությունը մի քայլ առաջ հանրային ծառայողների, պետական աշխատողներին տվել էր այս երաշխիքը 6,000 դրամի շրջանակներում առողջության մասին հոգ տանելու համար եւ այլ
մասնավոր ոլորտում աշխատողների համար այս տարվանից է 6000 դրամի սուբսիդավորումը սկսվում։ Սա էլ ուզում եմ, որ մեզ համար հստակ լինի։ Եթե անձը ուրեմն չի ուզում այս պահին իր սոցփաթեթի 6000 դրամը դիմում գրի ուղի, ուզում է կուտակել հետո ստանալ, իր իրավունքն է, նրա աշխատավարձից պահում կիրականացվի, կվճարվի, հետագայում արդեն այդ 6000 դրամը կումուլատիվ կամ այլ ծախսեր իրականացնելու համար քաղաքացին կստանա։ Այստեղ տեսեք, սա իր գումարն է, 6000 դրամը իր գումարն է, եւ մենք նրան հնարավորություն ենք տվել ընտրել այս պահին ուղղել առողջության ապահովագրության համար, թե գուցե կուտակել հետո միանգամից կանխիկացնել։ Մենք կարծում ենք, որ շատ ավելի լավ կլինի, եթե ամսական հնարավորությունը օգտագործվի, բայց նույնպես սա քաղաքացու ընտրությունն է։